խոսացեք բար։ Ում եք խոսացել։ Բնական է որ ձեզ անընդհատ գալու են հարցեր տան։ Դե հարցեր տվեք։ Հարցնում ենք, վերջին շրջանում Մերձավանում էլ սպանություն տեղի ունեցավ։ Ինչու է փարակալում նման բաներ լինում, ինչն է պատճառը։ Փարակարում չի, դա Մերձավանում է, փարակարիչ։ Մերձավանը խոշորացված համայնք է փարակարի կազմում։ Հա, այնտեղ միշտ էլ ամեն ինչ էլ լինում է, բայց Ինչն է պատճառը։ Ինչ գիտենք, մարդիկ երևի տունակ են դենց բաների։ Իսկ փարակարում ինչ մթնոլորտ է։ Փարակարում շատ լավ մթնոլորտ է, ամեն մեկը ինքը իր ուզածին պետք է ընտրի, ով որ բարեխիղճ, ով որ լավ գյուղացու հանդեպ ամեն ինչի, ինչ պակաս, ինչ կարիքներ ունեն, ինչի բողոքներ ունեն, ով որ կատարում է նրան Ինչի բողոք ունեք դուք։ Ինչ խնդիրները շատ են, ես մի հատ ասել եմ, էլի ասեմ, ջրերի հեռացման, հետո խմելու ջուրը, որ արտիզան ջուրախառնում ամառը, մենք խանութներից ենք առնում բերում, էդի մի կողմ, այս քարանքի հողն ու փոշին, այն որ գիշերվա կեսին աղում, մեր հող ու փոշի մեջ կորում ենք, քամին ելնում, ոչ կարանք նստենք, դուրսը, ոչ կարանք պատուհան բացենք, մեր բողոքը ամենից շատ էդ է, որ ես էլի եմ ասել, լրագրողներ են եկել, ասել եմ, որ դրա թեմը առնեն, մենք չենք կարա շնչենք, ամառը պատուհան չենք կարա բացենք։ Ում է պատկանում այդ քարանքը։ Չգիտեմ ում է պատկանում, գնացին նկարահանեցին, բայց ոչ մի բան, նորից էլի նույնը մնաց։ Իսկ համայնքապետը տեղյակ է, իշխանությունները տեղյակ են։ Երևի, Դիմել եք իրենց ինչ են ասել։ ասում եմ, չէ, նորից եկան ձեր նման, ասեցին, խոսացին, գնացին։ Նկատի ունեմ համայնքապետին։ Համայնքապետը գիտի էդի։ Որ այդ կբարելավենք, լավ կլինի, բայց սրանից հետո էլի նույնը շարունակվի։ Ընտրություններից հետո շարունակվում է։ Հենց ընտրում եք, հետո նորից շարունակվում։ Չէ, էդի անցյալ տարի եմ ես ասել, աշունկը։ Ամբողջ ամառը մենք հողու փոշի մեջ կորանք, եկան ձեր նման լրագրողներին բողոքը հայտնեցին։ Այդպես, ցավը տանը։ Միայն այդ հարցն է ձեզ մտահոգում։ Միայն դա է խնդիրը։ Հա, ուրիշ խնդիրներ չունեմ ես։ Երկրի մասշտաբով խնդիրներ չեք տեսնում։ Երկրի մասշտաբով իմ չասեմ, այ ցավը տանեմ, երկիրը Ինչ։ Հիմա որ ասեմ էլի քաղաքականության մեջ մտնեմ, ասեմ, ինչ երկիրը այդ խեղճ մարդը եկել է, Փաշինյանը եկել է, դատարկ ամանի գլխին եկեք անգնել է, համի ամեն մեկը իրար կողմից խոսում են։ Էս ինչ արեց են, ինչ արեց, ճիշտ չարեց, սխալ արեց, հազիվ անում էլի, հազիվ անում է, ինչքան էլ որ անում էլի, գովու շնորհակալ ենք, թալանեցին, կերան, խմեցին 30 տարի, մենք էլ խեղճ ու կրակ, այդ 30 տարվա ընթացքում ես էլ եմ աշխատել, իմ քրդինքն էլ են կերել իրան։ Ասում էր թալանը հետ են բերելու, հիմա ինչ է հետ բերել։ Դե հիմա ինչ որ բերել է, Ինչ, օրինակ ինչ է հետ բերել։ Օրինակ հետ բերել են, տվել են ձեզ։ Ինձ չեն տալիս են պետությունը ինքը Հա, ինչ են հետ բերել։ Այդ թալանից ինչ ասում եք 30 տարի թալանել են։ Հա, թալանել են։ Ինչ բերեց այդ Փաշինյանը։ 7 տարի է իշխանության։ Ինչ բերեց, ինչ որ բերեց։ Հիմա ես Ամենակ լսել էիք, որ թալանել են, բայց թե ինչ հետ կբերի Փաշինյանը էական չի։ Ինչքան կարա, այդքանը հետ կբերի։ Ինչքան կարա, մարդը չեն թողում աշխատի։ Ով չի թողում։ Այ այդ վերևները։ Վերևներով։ Վերևներ ասելով են ներքին թշնամիները։ Ովքեր են այդ մարդիկ։ Ոնց չեն թողում, եթե իշխանության գլուխը Նիկոլ Փաշինյանն է, ամբողջ պետական ապարատը իր ձեռքում է, այդ ով է, որ այդ ավելի հզոր է, քան երկրի վարչապետը, որ չի թողնում։ Տագից քանդողները, ովքեր որ քանդել են, այն նախկինները։ Նախկինները չեն թողում, որ Փաշինյանը աշխատի։ Այո։ Տագից քանդում են, ես մեր զինվորների գլուխն էլ իրանք են կերել, այդ նախկինները։